Իմ նպատակը վերջին առնվազն 5-6 տարին մեկն է ազատվել այս իշխանություններից, ԿՊ-ին իշխանազրկել եւ սա այն քայլերից է, որը մենք պետք է անենք վաղ շաբաթում եւ ես վստահ եմ, որ նոյեմբերի 16-ին մենք հաստելու ենք, որ ԿՊ-ն չկարողացավ վաղ շաբաթում վերցնել իշխանությունը։ Սա ենթադրում է, որ անգամ եթե միանձնահատ չհաջողվի ձևավորել իշխանություն կհամագործակցել ուժերի։ Միանշանակ ցանկացած ընդդիմադիր ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, դա մենք միշտ ենք ասել, բաց ենք համագործակցության համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք։ Ու ես վստահ եմ մեր թիմի վրա, մեր աշխատանքի վրա ու այդ ձայները անպայման վաղ շաբաթուց մենք խնդրելու ենք եւ կարծում եմ ստանանք։ Ինչ կարևորություն ունեն վաղարշաբաթի ընտրությունները հայրենի կուսակցության ձեր համար։ Վաղարշաբաթի ընտրությունները իհարկե շատ կարևոր իրադարձություն են հայրենի կուսակցության համար, բայց վաղարշաբաթի ընտրությունները պետք է դիտարկել մի քիչ ավելի լայն սպեկտրով, որովհետև վերջի ժամանակահատվածում, երբ հարձակում է իրականացվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, իսկ Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքն է ողջայության, մենք պետք է այդ տեսանկյունից նաև նայենք եւ հասկանանք եւ աղարշապացին Էջմիածինցին պետք է իր հստակ խոսքը ասի, որ այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում։ Հովհաննեսյան արդեն խոսում են, որ վարչական ռեսուրս է կիրառում իշխանությունը, ինչպես է պայքարել դրան։ Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով եւ ինչքան էլ իրանք վարչական ռեսուրս փորձեն կիրառեն, ես վստահ եմ, որ որևէ արդյունքի չեն հասնելու, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վաղ շաբաթում ես կասեի ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում այլևս այնքան ցածր վարկանիշում եւ բնակչության կողմից աջակցություն, որ այնքան վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նրանց չի հաջողելու հաղթանակի հասնել շաբաթում։ Այստեղ կարող են մի բան անել, կարող են գործի դնել իրավապահ համակարգը, սկսեն ապօրինի ձերբակալություններ, որը տեսնում ենք վերջին շրջանում եւս շատ ակտիվ կիրառվում է, բայց մենք վախենալու բան չունենք, որովհետեւ մենք որևէ բան չենք արել, մենք որևէ խախտումներ չենք արել ու վստահաբար մենք գնում ենք հաղթանակի։ Ինչքան ուզում են վարչական ռեսուրս կիրառել։